Հարության տոնի առթիվ մարդիկ առաջինը մտածում են ձվերի նապաստակների մասին։ Ապա, արդյոք ձվերն ու նապաստակները, որոնք զատկի խորհրդանիշներն են, իրականում աստվածաշնչյան են։ Ոչ։ Կաթոլիկ եկեղեցու այլ եկեղեցիների կրոնական արարողությունները խաշած ձվերով նապաստակներով չեն սկիզբ առել աստվածաշնչից։ Ապա որտեղից են առաջացել խաշած ձվերը նապաստակները։ Մենք կարող ենք գաղտնիքը գտնել Յաստեր անվան մեջ։ Յաստեր տերմինը չի ծագել քրիստոնեությունից։ Յաստերը անվանակոչվել է Էոստրեի անունով, որը հին սաքսոնական ժողովրդի աստվածուհին էր։ Աստվածուհի Յաստերը տարբեր ժողովուրդների կողմից տարբեր անուններով էր կոչվում տարբեր շրջաններում։ Իր անվան եբրայերեն ծով Աշտորետ։ Այսպիսով Յաստեր բառը հանդիպում է Աստվածաշնչում, որպես Աստծո կողմից դատապարտվող հեթանոսական կրոնի մաս։ Ձվերն ու նապաստակները, որոնք այսօր օգտագործվում են որպես Յաստեր տոնի խորհրդանիշներ, նույնպես ծագել են Յաստեր աստվածուհու պաշտամունքից։ Հեթանոսական դիցաբանությունն ասում է, որ բաբելոնացիների միստիկ ձուն երկնքից ընկել է Եփրատ գետը։ Երբ ձուկը այն ափ դուրս մղեց, այն փթթեց, դուրս եկավ Աստարտեն Յաստերը։ Հետաբար ձուն դարձավ Աստարտեի կամ Յաստերի խորհրդանիշ։ Նա նապաստակը, որը բերիության խորհրդանիշ է, Յաստերի գարնանային տոնի խորհրդանիշ է, բերիություն խնդրելու համար։ Ամփոփելով Յաստերը ձվերով նապաստակներով նշելը նշանակում է երկրպագել Յաստեր աստվածուհուն։ Ինչ կպատահի Աստծո ժողովրդին, եթե նրանք միանան Յաստերի պաշտամունքին։ Տիրոջը թողեցին պաշտեցին Բահաղին ու Աստարովթին։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա։ Տիրոջ ձեռքը նրանց վրա էր չարիքի համար, նրանք շատ մեծ նեղության մեջ էին։ Իսրայելացիները մահացու աղետների ենթարկվեցին, երբ երկրպագում էին Յաստերին։ Այսօր էլ, եթե մենք տոնենք Յաստերը, աղետներ կպատահեն մեզ։ Ապա ինչպես կարող ենք հարության օրը նշել Աստվածաշնչին համապատասխան։ Շաբաթվա առաջին օրը վաղ առավոտյան Հիսուսը հարություն առավ ելած իր աշակերտներին, բայց նրանք չճանաչեցին նրան։ Երբ աշակերտները կերան հարության օրվա հացը, կարողացան ճանաչել Հիսուսին։ Այսպիսով, աշակերտները պահեցին հարության օրը հաց ուտելու կանոնը, հետելով Հիսուսի ուսուցմանը։ Ըստ Աստվածաշնչի, մենք պետք է հաց բաժանենք հարության օրը։ Զատիկը, դա Յաստերը, որի ժամանակ մարդիկ ձու են ուտում, մեկ այլ Աստծո երկրպագելու կանոն է։ Խնդրում եմ ընդունեք կյանքի հարությունը, մշտապես պահպանելով հարության օրը, հետելով Հիսուսի առաքյալների օրինակին։